Մինչև 2007 թվականը Հայաստանից ոչխարների արտահանումն 90%-ով իրականացվում էր եզդիների միջոցով։ Այժմ արտահանողներն անմիջապես ֆերմերներից են գնում և եզդիներն այդ շրջանակից դուրս մնացին։ Նեղսրտում են հիմնականում ոչխարաբուծությամբ զբաղվող եզդիներն ու այս հարցում մեղադրում իշխանություններին, որոնց թողտվության շնորհիվ կազմակերպվեց ոչխարների զանգվածային արտահանումը արտերկիր, մասնավորապես հարևան Իրան։ Մեր լավ հարուստ հայի կտան, որ նոր մեջք ուներ, ամեն ծևի։ Սկսին կրել է Հայաստանի ոչխարները, որ նադը մադաղենենք, մանկուկանք չեն գտնի, որ նադը անասուն բերենք։ Հենց մեր ազատանի գյուղում գնամ է 40 տնտեսություն եզդիկա, մանկաս մի հատ ոչխար չեն ելնի։ Բայց մենք եզդի ենք առանց ոչխարի ինչ, այդ հարցրիկ բզակել է։ Բադր Պարոյանն ազգությամբ եզդի է, հիմա ոչխարաբուծությամբ չի զբաղվում։ Հայտ առնալուն էլ դեմ չէ, քանի որ հայերի հետ ջերմ հարաբերությունների մեջ է, բայց նշում է, որ առանց ոչխար եզդում պատկերացնելն ուղղակի դժվար է։ Դժվար է, ինչ է։ Ես եզդի եմ կերտամ հայ դուրը կսեմ ոչխար չունից մի հատ մադամ դենեմ ծաղեմ։ Կսեն ինչ արգես, կսեն եզդի են։ Եվ ինչ եզդի եմ ես, ոչխար ես չեմ ունել։ Եթե եղնի, մեր սաղ եզդիկներն հետ անասունները քաղաքեն կտանեն առաջնապես, ամարանոց, կարածությունեն, համնեն կպայեք, համի պետությանը կմուզենք ամեն ինչը։ Բայց փոխարենը պետությունն այսօր ինքն է խանգարում ոչխարաբուծության զարգացմանը, կարծում է Հյուսիսային մարզերի եզդիների միավորման նախագահ Հուսիկ Ֆերոյանը։ Այդ հենց պետական աջաններն են խանգարում գյուղատնտեսությանը, ոչխարաբուծությունը այսօրվա պահին Հայաստանում զերո է։ Ոչխարի միսը չի ճարում, եթե ճարես է 4000 դրամ, շաբաթը մի անգամ եղնի, շուկայում չեղնի։ Եթե նախորդ տարիներին մատաղացում մեկ գարի արժեքը 15-ից 20 հազար դրամ էր, ապա այսօր 60-ից 65 հազար դրամ է վաճառվում։ Ընդ որում, ինչպես մանր եղջերավորների առևտրով զբաղվողները մեզ փոխանցեցին, արդեն մի քանի ամիս է, ինչ ոչխարի վաճառքն ընդհանրապես կանգ է առել։ Այսօր այդ ալաֆատի խոհաբելին ու մրիժի բրան ամեգորոմն վեր իջանջի խելը խոդեպկը շորջան ողջերին ուրախ եք որ եկել եք մեր տոնը շնորհելու։ Ոչխարաբուծության խնդիրները քննարկելուց հետո տոնական սեղանի շուրջ Բադր Պարոյանի ընտանիքը նախապատրաստվում է այսօր երեկոյան տոնելու եզդիների Սուրբ Սարգսի տոնը։ Ի տարբերություն հայերի, նրանք այս տոնն առավել մեծ շուքով են նշում։ Այեկուս մեր բանն է, սեղան են գծում, մեր ադամներով, մեկից տուն ենք գնում, շնորհում ենք։ Խոսքի տուրն ենք փաթում հաղը թփող, մինակ ու խաշտամ ենք։ Մենք որ տարվա օր չենք երգում, այսօրվա մենք սուրբ նշանակված օրեր ունենք։ Եվ հենց տոնական օրերին է, որ պարտադիր կերպով սեղանի շուրջ հնչեցվում է եզդիների օրհներգը, որին եզդիական համայնքում ասում են բոլորը չէ, որ տիրապետում են։ Քսե ես իմ նիշտ ու դրվածքից շատ գոհ եմ, ես եզդի եմ, ու էլ գնամ եզդի եմ։ Ու մեր կրոնից բան էդիկ արդեն եզդել են, եզդիկ նոր նա են, բայց ես ինչ սուրբ մարդ է, ես ինչ աղա մարդը ուր դեր է գտնում, ազնվության քսեմ, ամեն մարդ չի դե օրինակ։ Մարինե Տերբենյան, Գուրգեն Կինոսյան, Գալա Նյուզ։